համակարգի հետ կապված ինչ-որ աշխատանքներ, որ այստեղ իրականացնող մարմինը տեսնում, որ հանցագիծներ ունենալու, տվյալ անձին իր պլանները ներկայացնելու, իր գործողությունները կանելու հանգամանքով Ալեքսան Ալեքսանդյանի ցուցմունքում կա համապատասխանատվություն, վերաբերյալ դա արդյոք խափանման միջոցի արդի քննարկում խափանման միջոցով միայն առաջի էջն է ներկայացնում, մեղադրանքի հերքող կամ մեղադրանքի հիմնավորող կամ հերքող ինչ ապացույց դա իր մեջ ներառում, որպեսզի գնահատենք էլի Հայաստանը Ռաֆի Մամեդյանի գործողությունների հետ կապված, այսինքն որևէ նախապես որպես տեղյակ եղած անձ կամ ինչ-որ տեղյակ չի։ Մի բան որ չկա, երեք արձակները չկան, բանկային գաղտնիքները չկան, վերենք հետազոտենք որ չկան, հիմա քննիչը կարող կոչենք փաստաթղթերը, գործում առնի ցանկացած փաստաթուղթ կարող վկայակոչել, որպես այդպեսին օգտագործեք ինչպես որ դու ցանկանում եթե անհրաժեշտություն լինի արդեն դեռ առարկայական իրան հետազոտվելու, ապացույցների ծավալը լրացնելու միջնորդությամբ կարող եք դրան լրացնել։ Այդ թվում նաև դրանց շարքին են ասում նաև թվային խոզարություն զենում կատարելու մասին արձանագրություններ ունենք եղբայրություն, որ և խոզարության բայդարվելված համակարգի պրոցեսոր, ունակի համակարգի շնացեկանից կամ որ զենությանը թվային խոզարության է կետարվել, որը ևս երդում է Ռաֆի Մամեդյանի որևէ գործողություններ նախապատրաստված լինելու, նախապես պլանավորված լինելու հանգամանք։ Մեղադրողի կողմից նշված ապացույցների ծավալը և հաջորդականությունը հաստատել միևնույն ժամանակ ապացույցների շարքումների լիարժեք պաշտպանական կողմի ներկայացված ապացույցները, ինչպես նաև դատապարտել հիշյալ վկաների, մենք արդեն լսեցինք, հաջորդականություններ մասնավորապես հետազոտենք քրեական գործի վերավոր նյութերը, արձակնենք վկաներին, որից հետո մեղադրյալի, եթե նման ցանկություն կհայտնի վերջինս։ Սակայն հարգելի կողմեր ցանկացած պարագայում մենք ապացույցների հաջորդականությունը փոփոխենք եւ ողջունի ջանքերում գործի քննությունն անցկացնելու նպատակից ելնելով մենք փոխենք դրանք եւ նախորդ կհայտնվի ձեզ, օրինակ հիմա որոշենք դատականիստի շարունակումը անհնար է, մեկ այլ դատականիստով ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ, հարգելի կողմեր հաջորդ դատականիստին մենք ապացույցների ծավալը որոշելուց հետո մի երկու տեխնիկական հարցեր ունենք քննարկելու։ Նպատակը արմար գտնում եք արդյոք գոնե արդեն ունենք թվով 6-8 վկաներ, մի 4 վկայի հրավիրենք, մի քիչ կսպասեն, մենք կհասնենք արդեն ըստ էության ապացույցների հետազոտմանը, կփոխենք կարգը, կհարցակրնենք վերջիններից, որտեղ գործի նյութերը մեր ձեռքի տակ են, ցանկացած ժամանակ տեղում լինելու դեպքում կարող անենք, բայց վկաների դեպքում դժվար կլինի արդեն գործի քննության շարունակում։